Բարեզս, նախ ուզում եմ հիշեցնել, որ ուժեղ Հայաստանը դիմել է այս ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ապացույցների հիմնավորումների այն ծավալը, որ ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլներ, որ 3 անգամ ընտրությունները չեղարկվեն, որովհետեւ մենք տեսել ենք, որ ունեցել ենք մեր երևի 21-րդ դարի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները հսկայական քանակությամբ խախտումներով, բռնաճնշումներով, ձերբակալումներով, իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներով ի դեպ, որոնք բաժանվել են ակնառու բոլորիս աչքի առաջ, ինչպես օրինակ վարորդների այսպես ասած իրավունքները վերականգնելու գործողությունը, որը պաշտոնական դիրքի չարաշահման բացահայտ դեպքեր ի դեպ օրենսդրությամբ դա նախատեսված է, պատիժը դրա համար նախատեսված, բնականաբար այդ պատիժը ոչ մեկ չի ստանալու, բայց մենք ակնկալում ենք, որ այս քվեարկությունը պետք է ամբողջությամբ չեղարկվի, նոր քվեարկություն նշանակվի։ Ես զարմանքով հայտնաբերել եմ, որ իշխանության թևից էլ որոշ մարդիկ սկսել են դրա մասին խոսալ, իհարկե իրանց տրամաբանությամբ, որ ընտրակաշառքներ են եղել, ուզում ասեմ հետևել, եթե համոզված եք, որ դա այդպես է եղել, առավել ևս հավելյալ պատճառ գոյություն ունի, որպեսզի քվեարկությունը չեղարկվի, մենք գնանք նոր քվեարկության, բայց պետք է ասել նաև հետևյալը, նոր քվեարկությունը չպետք է իր ձևով կրկնի նախորդ քվեարկությունը, այլապես մենք անընդհատ կստանանք նույն խայտառակ արդյունքը։ Պետք է վերջո իրավակարգը Հայաստանում վերականգնվի։ Հսկայական քանակությամբ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվել են, բաց են թողվել եւ այլն։ Իրականում այն իրական քրեական գործերը, որոնց մասին խոսք է գնում, դրանց թիվը այդքան մեծ չի, այսինքն ցանկացած ընտրության համամասնական թիվը։ Եվ մեզ պետք է գնալ նոր ընտրությունների, որպեսզի մեր ժողովրդի մոտ վստահությունը ընդհանրապես ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վերականգնվի։ Ես ձեզ հիշեցնեմ նաև, որ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, պարբերաբար հայտարարում էր նրա մասին, որ այլևս Հայաստանում երբևիցե ընտրություններ չեն կեղծվելու, որ Հայաստանում ընտրությունները այսուհետև պետք է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան անցկացվեն եւ այլն։ Ես կարծում եմ այսօր այն օրն է, որ իրանք դա պետք է ապացուցեն, իրանք պետք է չեղարկեն այս ընտրությունների արդյունքները, մեր ժողովուրդը գնա նոր ընտրությունների եւ իսկապես համոզված լինի նրա մեջ, որ ընտրությունները արտացոլում են իր հավաքական ոգին։ Հայ-Բարակայում հանրային փողոցի գեներացիա եք նախատեսում, ինչ է նախատեսում ընդդիմությունը, ինչ եք խոսել, քննարկել։ Տեսեք, ես չփորձեմ ամբողջ ընդդիմության անունից խոսել, կարծում եմ որևէ մեկը չի կարող, առավելես հասկանում եք, որ ընդդիմությունը դա մեկ կառույց չի, մի քանի կառույցներ են, որոնք 3 կառույց ընտրական շեմն են հաղթարում, եւս մի քանիսը մասնակցել են բավական մեծ թվով ձայներ են հավաքել, ուստի դա միասնական որոշում պետք է լինի, ես իրանց փոխարեն չպատասխանեմ, բայց ես ուզում եմ ասեմ հետևյալը. եթե դա տեղի չունենում, մեր երկիրը հաստատ հայտնվելու է անկայունության փուլի մեջ, որովհետև եթե չկա լեգիտիմ իշխանություն, եթե չկա վստահություն նրա նկատմամբ, որ այն իշխանությունը, որը կառավարում է, իսկապես ժողովրդի կողմից է ստացել այդ մանդատը, եւ ոչ թե իրավապահ համակարգին անխղճաբար շահագործելու միջոցով, ապա այդ իշխանությունը բախվելու է խոչընդոտների ամեն քայլափոխին։ Ես դրանում համոզված եմ։ Առավել ևս մեր երկրի դեպքում, որը գտնվում է աշխարհակաղակական շատ բարդ վիճակում, ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմության բարձր պաշար, դրանում որևէ կասկած չկա։ Դիտորդական առաքելություն իրականացրած որոշ կազմակերպություններ եւս արձանագրում են, որ օրինակ ընտրությունները այո կեղծիքներով են անցել, հաշվի առնելով, որ նշելով, որ ուժեղ Հայաստանից օրինակ 177 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառք բաժանելու, կաշառք վերցնելու հոդվածով, նույնիսկ ձայնագրություններ կան բազմաթիվ հրապարակված հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, օրինակ մի ձայնագրության մեջ մի կին ասում է դոլարներս ուր են եւ այսպիսի բազմաթիվ ձայնագրություններ 177 անձի ինչու է մեղադրանք առաջադրվել ուժեղ Հայաստանից։ Տեսեք, նախ ուզում եմ ձեզ ասեմ հետևյալը, որ այդ ընդհանուր, այսպես ասած, օպերացիայի մասը էր վարկաբեկելու ընդդիմությունը։ Այն որ 177 անձի մեղադրանք է առաջադրվել, դեռ չի նշանակում, որ 177 անձ մեղավոր է։ Եկեք հիշենք, որ մեր երկրում գործում է անմեղության կանխավարկածը, ես պրակտիկորեն համոզված եմ, որ այդ մարդկանց չնչին մասն է իրականում, որ ի վերջո մեղավոր կճանաչվի։ Չեմ բացառում, որ եղել են ընտրակաշառքներ եւ ավելին ձեզ ասեմ, դատապարտում եմ ցանկացած ընտրակաշառք եւ համոզված եմ, որ ցանկացած ընտրակաշառք եւ առաջարկող եւ ստացող պետք է ի վերջո դատապարտվի։ Բայց նորից ուզում եմ ձեզ ասեմ հետեւելը. երբ որ քննչական կոմիտեն խախտելով անմեղության կանխավարկածը սկսում է ձայնագրություններ հրապարակել, փորձելով այդպիսի տպավորություն ստեղծել,
դուք լրագրողները առնվազն այդ տպավորության տակ չպետք է կանգնեք։ Ի վերջո պետք է այդ գործերով սպասել նրան, երբ որ դատարաններում այդ գործերը կքննվեն եւ կպարզվի, օրինակ, տվյալ ձայնագրության մեջ ինչի մասն է խոսակցությունը։ Այդ ձայնագրությունը արտահայտում է իրական խոսակցությունը, թե ասենք մոնտաժը, թե կեղծածա, որը բազմաթիվ են եղել, իմ հետ անձամբ տենց դեպք է եղել։ Դուք ասում եք, որ պետք է գնալ նոր ընտրությունների։ Դուք գնում եք նոր ընտրությունների այն իշխանության հետ, որը ըստ ձեզ ընդդիմությանը վարկաբեկելու համար 177 անձի գլխին սարքել է։ Ներողություն, մենք ուրիշ իշխանություն չունենք։ Մենք ուրիշ իշխանություն չունենք։ Բացատրեմ ձեզ, որովհետև եթե երկրորդ անգամ մենք գնանք ընտրությունների, արդեն այս իշխանությունը շատ ֆունդամենտալ կերպով վարկաբեկված կլինի։ Որտեւ եթե այս իշխանությունը չկարողացավ նորմալ ընտրություններ կազմակերպել առաջի անգամ, նա հեղինակազրված լինելու եւ շատ ավելի լուրջ կաշկադված լինելու երկրորդ անգամ պատահական չի։ Մի րոպե նա դեռ չասեմ։ Չէ, լսեք։ Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Այո, բայց Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, բայց դուք պետք է հասկանաք, որ դա մեկ աստծո ակտ չի։ Երկնքից կայծակ չի գնելու իր գլխին։ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելը կարող է պահանջի բազմաթիվ գործողություններ։ Դրանցից մեկը օրինակ երկրորդ անգամ ընտրությունների գնալ, բայց այն պայմաններում, երբ որ այս իշխանությունը շատ ավելի կաշկանդված է։ Դուք պետք է հասկանաք, որ եթե մենք համբերություն ունենք պայքարելու, դուք էլ սիրելիներս համբերություն ունեցեք մեր հետ միասին։ Իշխանությունը կաշկանդված լինի, երբ ամբողջ իրավապահ համակարգը բացատրում եմ ձեզ։ Ամեն ինչ Նիկոլ Փաշինյան ձեռքին չէ։ Որովհետև եթե առաջի անգամ այդ ամեն ինչ իր ձեռքում էր, բայց չստացվեց, երկրորդ անգամ նույն իրավապահ համակարգը, շատ մարդիկ, որոնք օժանդակել են այս իշխանությանը, շատ մարդիկ, որոնք ապօրինություն են արել, երկրորդ անգամ կարող է հրաժարվել։ Դա է հիմնական տրամաբանությունը ու ձեզ ասեմ, պատահական չի, որ ընտրությունները չեղարկելու պահանջով դիմում է ընդդիմությունը, ոչ թե իշխանությունը, որը խոսում է ընտրակաշառքներից, որոնք իրանք հստակ հասկանում են, որ իրանց կատարած խախտումները մասշտաբներով հազարապատիկ ավելի մեծ են։ Դրա համար են իրանք վախենում նոր ընտրություններից։ Եվ հենց դրա համար է կարևոր փորձել գնալ նոր ընտրությունների։ Շնորհակալություն։